Նախ ես ասեմ, որ Վիտալի Բալասանյանի ավանդը առաջի պատերազմում ընդունելով հանդերձ, ես երբեք չեմ համարել մտավոր ունակություններով օժտված մարդ նրան եւ երբեք լուրջ չեմ վերաբերվել նրա որևէ քաղաքական հայտարարության։ Երբևէ։ Եվ ինձ համար այս հայտարարությունը առանձնապես նորություններ չի, կրկնում եմ հաշվի առնելով նրա մտավոր կարողությունները։ Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ ոչ միայն նրան, այլ շատ շատերին, ովքեր չունեն համապատասխան գիտելիքներ, պոտենցիալ, նման հայտարարություններով հանդես չգալ։ Սա երկրորդ։ Երրորդը, Վիտալի Բալասանյանը կամա թե ակամա հնչեցրել է միտք, որը իսկական նվեր է իշխանության համար, որտեղ իշխանության ամբողջ նարատիվը կառուցված է հենց դրա վրա, որի փեր ամբողջ ընդդիմությունը ռուսահապատակների մի համախումբ է, ընդ որում վայրը որտեղ հնչեցրել է Վիտալի Բալասանյանը, հատկապես վտանգավոր է դարձնում նրա հայտարարությունը, որ Մայրաթորի Բաքում է այդ իր ելույթը ունեցել, հարցազրույցը։ Այսինքն սա իշխանության նարատիվին լեգիտիմություն հաղորդում, իշխանության կեղծ նարատիվին, իբր մենք բոլորս Ռուսաստանի հպատակներ ենք, երկիրը տանում ենք դեպի Ռուսաստան, որ մեր նպատակը ոչ թե իշխանափոխությունն, այլ ռուսական տիրապետության հաստատումն է այստեղ եւ այլն եւ այլն, չէ՞, բացահայտ իշխանությունը հավաքական ընդդիմությանը մեղադրում է սրանում։ Ես ընդհանրապես որպես քաղաքական ուժի ղեկավար ասելու եմ, որ Վիտալի Բալասանյանը ինձ համար շատ դատապարտելի հայտարարություն է արել, որտեղ ի տարբերություն այդ մարդու ես Հայաստանի Հանրապետության համար անկախ պետություն մնալու պոտենցիալ եմ տեսնում, սա ամենևին կասկածի տակ չի դնում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, սա ամենևին կասկածի տակ չի դնում դաշնակիցներ ունենալու մեր անհրաժեշտությունը, բայց որևէ հայտարարություն, որը կասկածի տակ դնի Հայաստան ինքնիշխանությունը, ինձ համար խորթ է։ Իդեպ, իշխանությունը հաջողվել է փաստորեն, կամա թե ակամա, ես հիմա չգիտեմ, այնպիսի միջավայր են ստեղծել, որ այսպիսի մարդիկ են ծնում, սրանք կոնտրբևերն են, այն պսևդո արևմտամետների, որոնք էլ ամբողջ օրը մեզ խսկում են ինչ-որ արևմտյան կենտրոնների տակ, չէ՞։